Միջազգային նոր ցուցադրությանը զուգահեռ Հայաստանի պատմության թանգարանը երիտասարդ այցելուներին ներկայացնում է կրթական նոր ծրագրերը՝ Սրբազան ուղի ավետումից համբարձում եւ նման ու տարբեր սրբազան խորհրդանիշների երկխոսություն խորագրերով։ Դպրոցականները հնարավորություն ունեն ծանոթանալու քրիստոնեական մշակույթին, հայկական եկեղեցու պատմությանը։ Թանգարանային կրթական ծրագրերը ունի շատ կարևոր նպատակ եւ առաքելություն, այն է նպաստել բազմակի այցելությունների, որպեսզի յուրաքանչյուր անգամ, յուրաքանչյուր մշակվող եւ ներկայացվող ինտերակտիվ ծրագրի շրջանակում երեխաները հնարավորություն ունենան ամեն անգամ նոր թեմա բացահայտելու եւ բնականաբար այս ծրագրերը եւս այդ նպատակին են մղված։ Ինտերակտիվ ծրագրերն անցկացվում են Սրբազան երկխոսություն Լուվրից Հայաստանի պատմության թանգարան ցուցադրության սրահում։ Սա հնարավորություն է աշակերտների համար ուսումնասիրելու նաեւ համաշխարհային արժեքավոր ու բացառիկ նմուշները։ Բավականին շատ բան կա, որ բացահայտել եմ, ամենաշատը հետաքրքիր են Լուվրից բերված իրերը, որովհետև տենց Լուվրը աշխարհահռչակ թանգարան է ու բավականին հետաքրքիր է այնտեղ ինչ է պահվում։ Դրա համար տենց ավելի շատ հետաքրքրված եմ Լուվրից բերված իրերով։ Ինձ շատ հետաքրքրեց մեր Հայաստանի մշակույթը եւ դրա պատճառով էլ ցանկացա գալ այստեղ, որպեսզի ավելի շատ հետաքրքրվեմ։ Քանի որ մեր պատմությունը շատ հին է, ես ցանկանայի ավելի շատ եւ մանրամասն ցանկանալ հետազոտել այն։ Բացի շրջայցից աշակերտներն ինտերակտիվ մեթոդով վերարտադրում են ստացած գիտելիքները։ Մասնագետների խոսքով ինֆորմացիան խաղերի միջոցով ավելի լավ է տպավորվում դեռահասների հիշողության մեջ։ Մի ծրագրի դեպքում երեխաները փորձում են ներկայացվող ցուցադրության շրջանակում ներկայացվող առարկաների, այսպես պատկերների միջոցով, կիսատ պատկերների միջոցով գտնել առարկան, պատմել դրա մասին, վերիժել այն ամեն ինչ նրանց ներկայացրել է մասնագետը։ Մյուս ծրագրի դեպքում ավելի puzzle տարբերակով է, գլուխկոտրոկ տարբերակով է ծրագիրն իրականացվելու։ Ծրագրերը նախատեսված են միջին եւ բարձր տարիքի դպրոցականների համար։ Թանգարանում երիտասարդներին սպասում են մինչեւ 2026-ի մարտի 21-ը։ Արամ Մարանդյան, Էդգար Դավթյան, լուրեր։